Ինչպես եք վերաբերում, երբ որ կրթությունը նորաձև է արշավի նաև մասնակից, երկրի վարչապետը նման բառապաշար է օգտագործում եւ հայորում է սրբազանին հոգեվորական։ Ես կարծում եմ վարչապետը ինքը մեկնաբանել է իր գրառումը եւ ավելացնելու որևէ բան վերաբերվում։ Կարծում եմ, որ եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է, լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Գիտեք, բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել, նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել եւ կարծում եմ ավելի քան Օրինակ Նիկոլ Փաշինյանի հետ այս թեմայով խոսել եք, ինչ որ հորդոր արսել եք, որ պետք չի անել բառամթերք։ Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու այն վարչապետի կողմից նաև այն հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում։ Դուք ևս համարում եք, որ եկեղեցիները չուլանացված են, Տիկին Անդրեասյան։ Ես կարծում եմ, որ մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Ու առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն եւ ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետեւ եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքին նայենք։ Քանի անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, ով որ գտնվում է հուշարձանի տարածքում եւ օրինակ աղբ է գցում։ Քանիսն է մեզնից մոտեցել եւ ասել, որ դա չի կարելի անել։ Ինչ վիճակում են գտնվում։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացած մարդկանց տեղ եւ մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտենք։ Դա տեղի է ունենում մեր կողքը, մեր բոլորի ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Եվ ավելի լավ է, եթե մենք այդ խնդիրներից խոսենք։ Խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա եւ խնդիրներին պետք է անդրադառնալ, դա կարծում եմ ավելի քան ներկայացնեք, որ ֆակուլտետում ինչ լաբորատորիա է։ Այստեղ մենք լինելու ենք մի քանի ֆակուլտետներում, հիմա կոնկրետ ֆիզիկայի ֆակուլտետում ենք դիտելու ձևավորված նոր ենթակառուցվածքները, առիթ ենք ունենալու նաև կենսաբանության ֆակուլտետ գնալ։ Երևանի պետական համալսարանը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, գիտական հրապարակումների թիվը այստեղ, նաև այն ֆինանսավորումը, որ իրենք կարողանում են ստանալ մրցակցային հիմունքներով հենց գիտության համար, ցույց են տալիս, որ հետազոտական համալսարանը իդեմս ԵՊՀ-ի ամբողջությամբ ձևավորվում է եւ այսօր առիթ կունենանք դա տեսնել։ Շնորհակալություն։ Նախարար մի կարճ հարցել, դուք ինչ եք կարծում, հայոյանքը կրթելու գործընթացում օգնում է։ Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը, մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր եւ որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետեւ կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել, ունենալով տարաձայնություններ եւ դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով։ Բայց դրա համար արդյոք պետք չի, որ օրինակ լինեն հենց երկրի ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն այստեղ ով պետք է սկսի, հասարակ մարդիկ, քաղաքացիները, այստեղ ով պետք է գործընթացը սկսի։ Բոլորս։ Փաշինյան, ձեզ հարցեր ունենք։ Բարոյ վարչապետ, բարև ձեզ։